Գյումրու երիտասարդների տանը կայացավ խելացի զրույցներ փողի մասին խորագրով հանդիպում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանի հետ։ Հանդիպման նպատակն էր բարձրացնել երիտասարդների ֆինանսական գրագիտությունը եւ աջակցել նրանց կայացնելու խելամիտ որոշումներ անձնական ֆինանսների կառավարման հարցում։ Հանդիպումը կազմակերպվել էր ֆինանսական գրագիտության երրորդյա դպրոցի շրջանակում, որն անցկացվեց Global Money Week 2026 միջազգային արշավի ներքո։ Մենք բարբերաբար շատ ակտիվ ներգրաված ենք այս միջոցառմանը եւ այսօր շատ լավ առիթ է ընձեռվել մեր երիտասարդների հետ հանդիպելու եւ զրուցելու փողի մասին, խնայողությունների մասին, ինչպես կառավարել անձնական ֆինանսները, ինչպես պայքարել զեղծարության դեմ, որ այսօր բավական արդիական թեմա է։ Global Money Week-ը միջազգային արշավ է, որը տեղի է ունենում 2014 թվականից եւ Հայաստանը ներկայացնում է Կենտրոնական բանկը որպես ազգային գրասենյակ եւ այս տարի համագործակցությունը եղել է երիտասարդական կենտրոնների հետ, քաջ գիտակցելով, որ եթե ցանկանում ենք փոփոխություններ իրականացնել, պետք է սկսենք կրթումը դեռ վաղ տարիքից։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում իրականացված վերապատրաստումների շարունակությամբ։ Դրանց մասնակցել են մարզերի երիտասարդական աշխատողները, այդ թվում Գյումրու երիտասարդների տան համակարգող Լիլիթ Գևորգյանը, ով էլ նախաձեռնեց երրորդյա դպրոցը։ Մասնակցել են նաև երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության բոլոր 5 կենտրոնների ներկայացուցիչներ։ Գյումրու կենտրոնից հնարավորություն եմ ունեցել մասնակցելու ես եւ սա դրան հաջորդող նախաձեռնություն էր, որ երրորդյա դպրոցի շրջանակում կարողանամ երիտասարդներին փոխանցել ֆինանսական բարեկեցության, բյուջեի կառավարման, զեղծարարությունների, խնայողությունների, վարկերի, ավանդների գործելակերպի վերաբերյալ գիտելիքներ։ Մասնակիցներն հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու անձնական ֆինանսների կառավարման հիմնական սկզբունքներին, այլև ուղղելու իրենց հուզող հարցերը ոլորտի մասնագետին։ Հիմնականում թեմաները կրում են ֆինանսական գրագիտության բարելավման ուղղություն։ Մենք ակտիվ արշավ ենք արել նաև անձնական ֆինանսների կառավարման խնայողությունների հետ կապված առանձին տարի է եղել, որ նվիրված է եղել խնայողություններին, տարի է եղել, որ նվիրված է եղել զեղծարությունների դեմ պայքարին։ Այս տարի փողի մասին է եւ փողը ավելի լայն, ոչ միայն այն փողը, որը մեր հասարակությունը սովոր է ընկալել որպես թղթային, վճարամիջոց, այլև թվային փողը, կրիպտոարժույթները։ Երիտասարդներն աշխատեցին նաև գործնական օրինակների վրա, վերլուծեցին իրական ֆինանսական իրավիճակներ եւ զարգացրին իրենց ֆինանսական մտածողությունը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Վարչապետը կարևորել է կառավարության եւ արժույթի միջազգային հիմնադրամի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք միջոցները կնպաստեն Հայաստանի կառավարության բարեփոխումների առաջմղմանը։ Ալեքսանդր Թիմանն ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության արդյունավետությունը եւ նշել, որ հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ։ Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը եւ հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական դիմակայության ապահովմանը, զարգացման տեմպերին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։ Սեզոնային ձնհալի հետևանքով լոռու ջրառատ գետերում հոսքը ավելանում է, երբեմն նույնիսկ այնքան վարարում, որ հանգեցնում է փլուզումների ու հեղեղումների։ Վանաձորի բնակիչ Արմեն Ագավետիսյանը հիշում է, վարարումները տանձուտի այս հատվածում անգամ կամուրջն էին ծածկել։ Մի տարի եղավ, որ այս կամուրջի վրայով ջուրը գնում էր։ Այնքան հունը կեղտոտ էր, բարձր էր։ Մաքրեցին, միջև անգամ երևում է խողովակի վրա, որ դեռ այն կեղտը մնացել է։ Ես հիշում եմ տարիներ առաջ ինչ-որ մի հատ փոքր
ցեպավոր տրակտոր բերեցին մտցրին, վիրևից ներքև մի հատ քշեցին, գնացին, ես հետ եմ տեսել այս 65 տարվա ընթացքում։ Երկրորդը սա է։ Տարիներ շարունակ բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքի, կենցաղային ու շինարարական թափոններով, գետերի աղտոտման, ինչպես նաև բնական ճանապարհով բերուկների ու տիղմերի կուտակման հետևանքով ստեղծվել էր մի իրավիճակ, որը հղի էր ջրի մակարդակի բարձրացման լուրջ վտանգով։ 2024 թվականի Դեբեդ գետի աղետալի դեպքերից հետո հեղեղումների վտանգի կանխարգելման նպատակով քայլեր են ձեռնարկվել։ Այս տարվա մարտ ամսվա սկզբից իրականացվում են Լոռու մարզի տարածքով անցնող Տանձուտ, Փամբակ, Ձորագետ եւ Դեբեդ գետերի հուների մաքրման լայնածավալ աշխատանքներ։ Լոռու մարզպետարանը ջրային կոմիտեի նախագահին ներկայացրեց խնդիրը Արամ Ղալամքարյանին եւ սկսեցինք ուսումնասիրություններ կատարել եւ ուրախ եմ որ ծրագիրը մեկնարկել է ջրային կոմիտեի պատվերով եւ առիթից օգտվելով էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղալամքարյանի եւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուբացյանին։ Ինչպես գիտեք, մոտ 40 տարի առաջ է մաքրվել Տանձուտ գետի բունը խորհրդային տարիներին։ Բուների մաքրումը հնարավորություն է տալիս նաև բունը իջեցնել, հնարավոր պոտենցիալ վտանգներից խուսափելու եւս մեկ գործիք է, այսպես ասած, բայց միևնույն ժամանակ սա նաև էկոլոգիական նշանակություն ունի քաղաքի համար, տեսնում եք ինչ վիճակ է։ Մարզի ղեկավարի խոսքով այս նպատակով շուրջ 293 միլիոն դրամ է հատկացվել։ Ներգրավվել են աննախադեպ ծավալների տեխնիկա եւ մարդկային ուժ։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայության Մելորացիա Փակ բաժնետիրական ընկերության կողմից։ Վանաձոր համայնքով անցնող Տանձուտ գետը ընտրվել է 5.2 կիլոմետր հատված։ Այդտեղ ավելի քան 85%-ով աշխատանքներն արդեն իսկ ավարտված են։ Դեբեդ եւ Փամբա գետերի մասով կարող ենք արձանագրել, որ աշխատանքներն արդեն իսկ ամբողջությամբ ավարտված են։ Կրկին իրականացրել ենք հունի մաքրման եւ խոշորաբեկոր քարերով ապապաշտպանի ստեղծման աշխատանքներ։ Ձորագետի հատվածում դեռևս աշխատանքներն իրականացվում են։ Ունենք 20-ից ավելի տեխնիկաներ, 20-ից ավելի միավոր տեխնիկաներ, թրթուրավոր ունենք, անվավոր ունենք բուլդոզեր տեսակի տեխնիկաներ, որոնք որ էքսկավատորների աշխատանքից հետո ամբողջ գետի հատակը հարթեցնում են, էքսկավատորներով էլ այդ ամբողջ աղբը մենք հանում ենք դուրս, ինչը որ կա տեղափոխություն են կատարում 6-ից ավել մեքենաներով, 20 տոննայից ավել տարողունակություն ունեցող մեքենաներով։ Ունենք մի քանի տեսակի եւս մանր տեխնիկաներ, որոնք որ խնդրահարույց հատվածներ են լինում, որ մեծ տեխնիկաները տեղ ընդհանրապես չեն կարողանում աշխատել, այսինքն GCB տեսակի տեխնիկաներով ենք բարձում եւ տեղափոխում իրականացնում։ Հատված կար, որ համեմատաբար, սենց ասեմ ձեզ, բնակիչները ավելի բարեխիղճ էին գտնվել գետի հանդեպ եւ շատ չէին աղտոտել, բայց հատված կար, որ չգիտեմ, 6 միավոր տեխնիկայով 2 օրում նոր կարողացել եմ այդ 200 մետրը առաջ անցնեմ։ Այսինքն լցված այլ է ամբողջությամբ աղբով։ Փարկասու տեսնում եք ինչքան հաճելի մաքրել են գեղեցկություն, լրիվ են աղբի մաքրվել աստեղից, այն տհաճ հոտերը որ գալիս էր, տլա հոտը կներեկի հարկի որ ձև եմ արտահայտում, այդ հոտերը էլ արդեն չկան, շատ բարի գործ են անում մարդիկ։ Շնորհակալություն անողներից։ Գետերի հուների մաքրման աշխատանքներից զատ իրականացվում են նաև հատակի հարթեցման եւ ափամերձ հատվածների ամրացման աշխատանքներ։ Իր խոսքում նշեց Մելորացիա Փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը։ Մացառներն ու խանգարող որոշ ծառեր եւս մաքրվում են։ Իրականացնում ենք առանձին հատվածներում ափերի առանցման աշխատանքներ, այսինքն խոշորաբեկոր այն քարեր, որոնք իրենց արդեն իսկ ներկայացնում են հունք որպես ափերի ամրացման համար, իրականացնող նշված աշխատանքները դրանք էապես կնվազեցնեն հնարավոր հեղեղումների վտանգը, ապահովելով ջրի ավելի անվտանգ եւ ազատ հոսք։ Գետերի հուների մաքրման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև մարտ ամսվա վերջ, որոշ տեղերում մինչև ապրիլ ամսվա սկիզբ։ Բոլոր կողմերի հորդորն ու խնդրանքը բնակչությանը եղել եւ մնում է նույնը՝ արժևորել եւ պահպանել բնության թանկագին ռեսուրսը՝ ջուրը, չաղտոտել գետերը եւ չվնասել շրջակա միջավայրը։ Հերմինե Յավրյան, Հայկ Վարդանյան։ 2025 թվականի հոկտեմբերի 25 Գյումրու համայնքապետարանի շենքում եւ հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից ամիսներ անց քրեական վարույթով նոր զարգացումներ կան։
Գյումրու համայնքապետարանի 6 պաշտոնատար անձանց եւ համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների 8 տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Մեղադրյալների շարքում են համայնքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանը, ինքնակամ շինությունների եւ հողի վերահսկողության բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը եւ կրթության բաժնի 4 աշխատակիցներ։ Նրանք նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել են այնպիսի գործողություն, որը իրենց լիազորություններից դուրս է։ 6-ով կազմակերպել են Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների տնօրենների, միևնույն ժամանակ աշխատակիցների աշխատանքը թողնելու, մանկապարտեզները փակելու, միևնույն ժամանակ երեխաներին տուն ուղարկելու եւ տնօրենների եւ աշխատակիցների մանկապարտեզի անձնակազմի հետ միասին Վարդանանց հրապարակ գնալը եւ այնտեղ փաստացի տեղի ունեցող զանգվածային անկարգություններին մասնակցելը։ Իսկ մանկապարտեզների 8 տնօրենները մեղադրվում են իշխանական եւ ծառայողական լիազորություններն անցնելու համար։ Իրենց ենթակա անձնակազմին տվել են ցուցումներ, որպիսի նրանք զանգահարեն սամերի ծնողներին եւ կանչեն մանկապարտեզներ, որպիսի ծնողները երեխաներին ժամանակից շուտ տանեն տուն եւ իրենք կարողանան իրենց անձնակազմի հետ միասին ի կատարումն արդեն իսկ տրված համայնքապետարանի պաշտոնատար անձանց ապօրինի հանձնարարության գնան եւ մասնակցեն Վարդանանց հրապարակում տեղի ունեցող ապօրինի հավաքին, այդ ձևով նաեւ փաստացի մասնակցել են տեղի ունեցող զանգվածային անկարգություններին։ Որպես խափանման միջոց կասեցվել են համայնքապետարանի 6 աշխատակցի եւ մանկապարտեզի 6 տնօրենի պաշտոնավարումը։ Երկուսի պաշտոնավարումը չի կասեցվել, քանի որ նրանք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը։ Այդ կերպ նաեւ համաձայնություն հայտնել ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրի հետ տվել խոստովանական ցուցմունքներ եւ դրանց կողմից հետագա արդեն իրենց աշխատակիցների նկատմամբ ազդեցության ռիսկը որպես այդպիսին չեզոքացվել է, հետեւաբար վարույթ իրականացնող մարմինը նպատակարարված չի գտել նրանց պաշտոնավարումը կասեցնել։ Բացի նոր 14 մեղադրյալներից վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցված եւս 41 անձի նկատմամբ։ Դատախազը դեռևս հունվարի 21-ին հաստատել էր Գյումրու համայնքապետարանի շենքում եւ հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները եւ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպելու եւ ղեկավարելու մասով 41-ից 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը եւ հանձնել իրավասու դատարան։ Համայնքապետի որդին Սպարտակ Ղուկասյանը, ով տվյալ ժամանակ գտնվել է տնային կալանքի տակ, եւ Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Առաքելյանը, ով հանդիսացել է համայնքի ղեկավարի տեղակալը, միևնույն ժամանակ նրա օգնականը Կարապետ Ղուկասյանը եւ կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը կազմակերպում են զանգվածային անկարգություններ, միևնույն ժամանակ ոստիկանության աշխատողների նկատմամբ բռնության գործադրում, իր հերթին նաեւ պետական եւ համայնքային գույքի ոչնչացում եւ վնասում։ Իսկ մյուս 37 անձինք մեղադրվում են զանգվածային անկարգությանը մասնակցելու, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, պետական եւ համայնքային գույքերը ոչնչացնելու եւ վնասելու համար։ Անձինք կոնկրետ բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, նշանակված փորձագետի եզրակացությամբ հաստատվել է նաև մարմնական վնասվածքները, օրինակի համար գույք ոչնչացնելու մասով ներկայացնեմ, ծագել են ոստիկանության ավտոմեքենայի անվադողերը, այդ կերպ նաև փորձելով խոչընդոտել հետագայում Վարդան Ղուկասյանի հնարավոր ձերբակալումը եւ դրանից հետո հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենք տեղափոխումը։ Դատաքննության փուլում է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի քրեական վարույթը։ Նա մեղադրվում է 24 հողամասերի վերաբերյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, հողամասերից 4-ի մասով փողերի լվացման դրվագներով։ Արդեն հետազոտվել են գրավոր ապացույցները, հարցաքննվել է վկաների մեծ մասը։ Գործը դատախազի ավարտական փուլում է։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան։ Ահա, չենք շարժում, շատ ապրեք։ Ցանցաթաղանթում ունենք փոփոխություններ, բայց շատ սարսափելի չեն։ Մեր պացիենտը ունի շաքարային դիաբետ, որի կապակցությամբ եւ ցածր տեսողության կապակցությամբ իհարկե ինքը դիմել է։ Պարզվեց, որ ոչ միայն ինքը ունի ոսպնյակի պղտորություն, այլ նաեւ հատակում ինքը ունի շաքարի հետ կապված լուրջ փոփոխություններ։ Սկզբից այդ փոփոխություններով ենք զբաղվելու, որպիսի հետագայում վիրահատությունը ավելի արդյունավետ լինի։ Էջմիածնի բժշկական կենտրոնում սկսած հունվարից առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ բազում մարդիկ ստացել են իրենց հետաձգված խնդիրներով զբաղվելու հնարավորություն։
Հոսքը ոչ թե ավելացել է, այլ քառապատկվել է։ Բոլորը ուզում են միանգամից միաժամանակ վիրահատվեն, չեն ուզում սպասեն, բայց ես միշտ բացատրում եմ եւ հորդորում եմ, որ այո կվիրահատվեք, բայց դա շտապ չի, կարելի է սպասել։ Տեսողության գանգատների 60%-ի հիմքում կատարակն է, որի ախտորոշմանը հաջորդում է նաև անվճար վիրահատությունը։ Ամսական ռեկորդային 60-ից 80 վիրահատություն եւ վերականգնված տեսողություն 70-80 տարեկանում։ Հնարավորություն, որը շատերը չունեին ապահովագրության ներդրումից առաջ։ Շնորհակալ եմ, որ սպասեցիք։ Բացի կատարակտայի վիրահատությունից մեզ մոտ բաժանմունքում նաև ապահովագրությամբ վիրահատություններ է կատարվում կոպերի բոլոր դեֆորմացիաները, գոյացությունների հեռացումները, մսամոլի հեռացումը արդեն պլաստիկայով կանյուկտիվալ, որը առաջ միայն վճարովի ծառայություն էր։ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում կլինիկայում ներդրվել է նաև օրթոպեդիկ ծառայություն, իսկ հունվարից սկսած աննախադեպ հոսքը փաստում է, դիմում են բոլոր նրանք, ովքեր գումար չունենալու պատճառով ստիպված են եղել տարիներ շարունակ հրաժարվել անհրաժեշտ բուժումից։ Դե խնդիրը շուտ եղել է, որ հետո իմացանք պետք է էնդոպրոթեզավորում կատարվեր, հնարավորություններ չկար։ Եթե այս ապահովագրությունը չլիներ, մոտ 2 միլիոն էր ինձ անհրաժեշտ դրա համար։ Իսկ հիմա ես անվճար ամենից օգտվեցի ու գոհ եմ նախարարության այդ ծրագրից։ Հոդերի մաշվածության պարագայում մեկ հոդի մաշվածությունը բուժելուց երկրորդ հոդի մաշվածությունը կանխարգելում ենք, բայց այն ժամանակ մարդիկ չէին կարողանում մեկը բուժել, արդեն երկրորդն էր ախտարվում, հետո մեկ խնդիր է դառնում իր երկու խնդիր եւ այդպես ունենում ենք կյանքի որակի եւ ֆունկցիոնալ խնդիրներ։ Տիկին Օսանը մեզ դիմել է չորեքշաբթի օրը անցած չորեքշաբթի օրը աչազդրոսկրի միջնամբյունային կոտրվածքի կապակցությամբ, որից հետո ուրբաթ օրը վիրահատվել է կատարվել է աչազդրոսկրի օստեոսինթեզ մետաղական հարթակով եւ պտտակներով։ Վիճակը բավարար է, տատիկը արդեն ակտիվացվել է, քայլում է հենակների օգնությամբ ու պլանավորում ենք արդեն այսօր կամ վաղը տատիկին ճանապարհել տուն։ Պացիենտի գոհունակությանը զուգահեռ զգալիորեն ավելացել է նաև բժշկի աշխատանքային հարմարավետությունը։ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը մասնագետին ազատել է հիվանդի հետ բուժման կամ վիրահատության ֆինանսական կողմը քննարկելու անհրաժեշտությունից։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանը ոչնչացվում է, սակայն զուգահեռ բանակցություններ են վարում Թեհրանի հետ։ Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ հայտնել է, որ Թեհրանին 15 կետից բաղկացած համաձայնագիր են փոխանցել եւ այժմ սպասում են նրանց պատասխանին։ Մենք չենք հեռանա, մինչեւ չհասնենք մեր նպատակներին, կարծում ենք առաջիկայում հանդիպումներ կլինեն։ Ուզում ենք հասնել խաղաղության համաձայնագրի, սակայն զուգահեռ հավատում ենք խաղաղություն ուժի միջոցով բանաձևին, հայտարարել է Ուիտկոֆը։ Իրանի շուրջ զարգացումներին 7 խմբի հանդիպումից հետո անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով հուսով են ավարտել պատերազմը մի քանի շաբաթվա, այլ ոչ ամսվա ընթացքում։ Ամեն ինչ շատ լավ է ընթանում, մենք կարող ենք հասնել մեր նպատակներին առանց ցամաքային ուժեր տեղակայելու, նշել է Ռուբիոն։ Նա չի բացառել, որ Ուկրաինայի համար նախատեսված զենքը կարող են օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Ամերիկյան կողմն ընդգծել է Հորմուզի նեղուցի բացման կարևորությունը, պետքարտուղարը հայտնել է, որ Իրանը հնարավոր է ցանկանում է վերահսկողություն հաստատել նեղուցի նկատմամբ եւ նույնիսկ վճարովի դարձնել այնտեղով նավագնացությունը, ինչը Ռուբիոյի խոսքով անընդունելի է։ Մինչ այդ Թեհրանից հայտարարել են, որ ներկայում Հորմուզի նեղուցով կարող են անցնել միայն այն նավերը, որոնք կստանան Իրանի թույլտվությունը։ Տեղեկություններ կան, որ Թայլանդը պայմանավորվել է Թեհրանի հետ նեղուցով անվտանգ անցման վերաբերյալ։ Զուգահեռ շարունակվում են փոխադարձարվածները, թիրախում են հայտնվել Թեհրանը, Սպահանը, Շիրազը եւ իրանական այլ բնակավայրեր։ Բուշերի ատոմակայանի տարածքում կրկին պայթյուններ են բորոտացել, սակայն ավերածություններ չեն արձանագրվել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով Իսրայելը հարվածել է Իրանի 2 խոշորագույն փոխպատաձուլական գործարաններին, էլեկտրականներից մեկին, քաղաքացիական միջուկային օբյեկտների եւ այլ ենթակառուցվածքների։ Պայթյուններ են լսվել Արաբական Միացյալ Էմիրություններում, Աբու Դաբիի արդյունաբերական գոտում։ Հաղորդվում է վիրավորների մասին։ Հրթիռային հարված է հասցվել Բահրեյնին, Սաուդյան Արաբիային, Օմանին։ Թիրախում է հայտնվել նաև Իսրայելը, կամ մեկ զոհ, տեղեկություններ կան, որ հրեական պետության ուղղությամբ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հրթիռային արձակում են իրականացրել նաև Եմենի հութիները։ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելը չի կարող նպաստել պատերազմի արագ ավարտին, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Կարծում եմ, եթե Միացյալ Նահանգները իսկապես ցանկանում է հասնել արագ կարգավորման, պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, բայց ընտրությունը Վաշինգտոնինն է, Le Monde-ի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա ընդգծել է, որ այսօր ոչ Վաշինգտոնը, ոչ Եվրոպան բավականաչափ չեն ճնշում Մոսկվային։ Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին Ռուսաստանի նավթային հատվածի նկատմամբ գործող
արժեմիջոցների թույլատվումից հետո Մոսկվան արդեն միլիոնավոր դոլարներ է աշխատել։ Միևնույն ժամանակ Մարկո Ռուբիոն ընդգծել է Ռուսաստանի հետ շփումները շարունակելու կարևորությունը։ Պետքարտուղարի խոսքով միջուկային զենք ունեցող երկրները պետք է կապի մեջ լինեն։ Նա նաև սուտ է որակել Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը, որ Վաշինգտոնն անվտանգության երաշխիքների դիմաց Կիևից պահանջել է գնալ տարածքային զիջումների։ Ցավալի է, որ նա նման բան է ասել, հավելել է Ռուբիոն։ Միաժամանակ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակել են փոխադարձարվածները Օդեսայում կա առնվազն 1 զոհ եւ տասնյակ վիրավորներ։ Հաղորդվում է, որ թիրախավորվել է նաև տեղական ծննդատունը։ Զոհեր եւ վիրավորներ կան Կրիվոյ Ռոգում։ Ուկրաինական հարվածներից էլ բնակելի կառույցներ են վնասվել։ Յարոսլավլում հայտնի է 1 զոհի մասին, կան վիրավորներ։ Լուրեր են շրջանառվում, որ թիրախավորվել է նաև Սամարայի մարզի արդյունաբերական գոտիներից մեկը։ Դիանա Գասպարյան։ Բնություն է մարզկենտրոն Կապանին տհաճ անակնկալներ է մատուցել, առաջացնելով քարաթափումներ երթևեկության ժամանակավոր խոչընդոտում։ Գիշերը ժամը 4:30-ի սահմաններում Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել հենապատի փլուզում, ինչի հետևանքով մասնակի փակվել էր Մայրուղու երթևեկելի հատվածը։ Դեպքից անմիջապես հետո Կապանի կոմունալ ծառայությունը տեղում է։ Քաղաքում տարբեր տեղեր կան քարաթափումներ, թե Մայրուղու ուղղությամբ, թե բանավաններ տանող ճանապարհներին։ Հատվածը ավարտելուց հետո նաև կտեղափոխենք մյուս հատվածներ։ Կոմունալ ծառայությանը բոլոր տեխնիկական միջոցները օգտագործում են, ինչպես նաև մենք խնդրել ենք Կապանի նորոգչին կազմակերպության կողմից նրանց տեխնիկական միջոցները եւս օգտագործում ենք մաքրելու ճանապարհատվածը բացելու համար։ Ժամը 12:10-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, թե Կապան քաղաքում վարարել է նաև ողջի գետը։ Ինչպես դեպքի վայրում է պարզվել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևից փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։ Մասնակի խոչընդոտել երթևեկությունը, տուժել են մեքենաներ, կենդանիներ։ Պաչագան գետում բնակվող բոլորի սիրելի կապանյան բադերը հայտնվել էին ողջի գետում։ Վարար հոսքի պատճառով հնարավոր չէր նրանց դուրս բերել։ Նշենք, որ Կապանում մեկ օրում մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը։ Հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մինչեւ մարտի 28-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են առատ տեղումներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով մարտի 27-ի ժամը 12:30-ի դրությամբ մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ Հանրապետությունում փակ ճանապարհներ չկան։ Պետական մարմինները հորդորում են հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։ Անի Գրիգորյան, Տիգրան Մանյան։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ուժեղացրել է օդային եւ ցամաքային սահմաններով Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների շրջանառության վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ֆինանսական թափանցիկության ապահովման եւ հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որոշ քաղաքացիներ օդային ճանապարհով ժամանել են Հայաստանի Հանրապետություն եւ իրենց հետ բերել են ընդհանուր 113 միլիոն կանխիկ Ռուսաստանի Դաշնության ռուբլի։ Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո Զվարթնոց օդանավակայանից քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից այդ անձին կարգելանքի են վերցվել։ Բերվել են հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն, որտեղ էլ ձերբակալվել է։ Բացի այդ, պետհետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նաեւ տեղեկություններ այն մասին, որ մի շարք քաղաքացիներ ժամանելով Հայաստանի Հանրապետություն իրենց հետ պարբերաբար ներմուծել են 18-ից մինչև 100 միլիոն գումարի չափով կանխիկ ՌԴ ռուբլի։ Պարզվել է, որ ներմուծված կանխիկ գումարները արձեռն տրամադրվել են Երևան քաղաքում գործող արտարժույթի որոշ փոխանակման կետեր։
Կանխիկ գումարներ ներմուծած անձինք դրանք փոխանցել են Երևան քաղաքում գործող որոշ փոխանակման կետերի աշխատակիցների։ Վերջիններս էլ խախտելով արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի պահանջները, առանց համապատասխան ձևակերպումների եւ փաստաթղթավորման, կանխիկ ՌԴ ռուբլիները փոխանակել են ԱՄՆ դոլարների, որոնք էլ հետագայում արտահանվել են։ Տեղեկությունները փոխանցվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, վարչական պատասխանատվության հարցը քննարկելու եւ հետագա ընթացքը լուծելու նպատակով։ Կատարված վերլուծությունները հիմք են տալի ենթադրելու, որ ներմուծած կանխիկ արտարժույթը ոչ միայն առանց համապատասխան ձևակերպումների փոխանակվում է արտարժույթի կետերում, որը հետագայում արտահանվում է, այլ նաև առկա են հիմնավոր կասկածներ, որ նշված ստվերային գումարները ներդրվում են տնտեսության տարբեր ոլորտներում, նպատակ հետապնդելով թաքցնելու հարկվող իրական օբյեկտները։ Պետական եկամուտների կոմիտեն արտարժույթի առուվաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները, իսկ քաղաքացիներին հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով զերծ մնալ խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցներ տեղափոխելու ու ֆինանսական գործարքներն իրականացնել բանկային փոխանցումների միջոցով, որոնք առավել անվտանգ եւ թափանցիկ են։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Մարտի 26-ին հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից ստացվել էր տեղեկություն մի շարք գետերի հնարավոր վարարումների վերաբերյալ պայմանավորված հորդառատ անձրևներով։ Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ, մասնավորապես կազմակերպվել են իրազեկման ծավալուն աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, շրջակա միջավայրի նախարարության եւ մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։ Մարտի 27-ի ժամը 19-ի դրությամբ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց եւ ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Կապանի եւ Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատները, ինչպես նաեւ համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Համատեղ ուժերով արգելապակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց, մասնատվել եւ հեռացվել են վնասված ծառեր, իրականացվել են ճանապարհի մաքրման, վթարավերականգնողական աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված փողոցում ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության կողմից սահմանափակվել էր երթևեկությունը։ Ժամը 19-ի դրությամբ փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Փրկարար ծառայողների եւ բարեկների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։ Կետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել։ Արգելի քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խոճապի չմատնվել եւ անհրաժեշտության դեպքում զանգահարել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Մարտի 6-ի առավոտյան ժամը 5-ին Մեծամոր քաղաքի բնակիչը օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեց, տեղեկացնելով, որ մոտակայքում մեքենա է այրվում։ Քերեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները դեպքի վայրում պարզեցին, որ հրդեհվել է Nissan Magnus-ի ավտոմեքենա։ Տուժողը հաղորդում տվեց, որ մեքենան հրկիզել է նախկին ընկերը։ Քերեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հրկիզողը նախկին ընկերը չէ, այլ Մեծամոր քաղաքի բնակիչ 17-ամյա պատանին։ Նա հայտնաբերվեց Լեռնագոգ գյուղում, ձերբակալվեց եւ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանեց արարքը։ Հետագա գործողություններով ստացվեցին փաստական տվյալներ, որ ոսկեվազցի 29-ամյա բնակիչ տուժողի նախկին ընկերը նախորոք տեղադրել էր բենզինով տարա, պատանուն հայտնել դրա մասին ու դրդել հրկիզել մեքենան։ Մարտի 13-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նանչափահասի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Նրա նկատմամբ կիրառվեց դաստիարակչական հսկողություն։ Նույն օրը 29-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձի եւ անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելու հատկանիշներով։ Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Մարտի 6-ին ժամը 22:24-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած ծակած առնահոսող վնասվածքով 32-ամյա երիտասարդի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին, նախաձեռնվել էր քրեական բարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 6-ին ժամը 21:30-ի սահմաններում Անդրանիկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մոտ 32-ամյա երիտասարդը վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի հետ։ Վիճաբանության ընթացքում վերջինս կտրող ծակող գործիքով ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել 32-ամյա երիտասարդին եւ նրա 60-ամյա ընկերոջը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, նախաքննությունը շարունակվում է։